Ողջույն բարեկամներ, այսօրվա մեր հաղորդումը ուզում սկսեմ հետևյալ տողերով։ Ասում եմ մարդիկ, որոնք ամեն ինչ չափում են փողով, իրենք ունեն աղքատի հոգեբանություն։ Ինչու է հենց այս տողերով ես սկսեցի հաղորդումը, որովհետև շատերի վարքագիծը ուղղված իրենց մոտեցումներին, դեպքերին, մարդկանց իրադարձություններին շատ դեպքերում ու հիմնականում պայմանավորված է նրանով, թե ինչ շահ են նրանք հետապնդում այնտեղ։ Ու մեծամասամբ հենց փողի շահեր հետապնդում են։ Մասնավորապես, եթե մենք նայենք մեր երկրում ինչ է կատարվում, ովքեր են լոյալ այս իշխանություններին, ովքեր ոնց են արտահայտվում, ինչ անկյան տակ, կամ ընդհանրապես արտահայտվում են, թե չեն արտահայտվում, ունեն դիրքորոշում, չէ, թե չունեն դիրքորոշում, այս ամեն ինչ հենց այս բանի մեջ է, կոնտեքստի մեջ է։ Այո, այդ մարդիկ ամեն ինչ շահում են փողով, թե այս կարծիք ասելուց իրենք շահելու են, թե չեն շահելու։ Այս մարդու աջակցելուց իրենք շահելու են, թե չեն շահելու։ Իրականում դա բնորոշում ու բացահայտում է հենց իրանց մեջի աղքատին։ Սա որպես բան։ Հիմա անցնենք հիմնական թեմաներին։ Քանի որ այսօրին ամբողջ իշխանական մեդիան ողողված է Բագրատ Գալստյանյանին որպես ահաբեկիչ ներկայացնելու, որը մտածում էր ահաբեկչական նպատակներով հեղաշրջում մի հատ ավտոմատով եւ մի քանի հատ կրակած արդեն դատարկ փամփուշտներով հեղաշրջում պետք է աներ, ես որոշեցի մի քանի փաստ բերեմ այս ամեն ինչի հեղինակ Փաշինյան Նիկոլի կյանքից։ Խնդրեմ։ Ուստի ես ձեզնից յուրաքանչյուրին կոչ եմ անում ունենալ ձեռքին ինչ-որ բան ինքնապաշտպանությունը կազմակերպելու համար։ Կլինի փայտ, կլինի քար, չգիտեմ ինչ։ Այո! Ճիշտ է, ոստիկանական տղեկ չեք պատկերացնի հոգիս ոնց էր փառավորվել, երբ որ իմացա, որ ոստիկանների ձեռից վահաններ ու մահակներ եք։ Լիքը! Ուստի ես ձեզնից յուրաքանչյուրին Այո, սա 2008 թիվ մարտի 1-ն է, որի սիրտը փառավորվում էր, երբ որ այդ ոստիկաններին հենց այդ իր ասած քարերով ու այդ երկաթներով ժողովուրդը ծեծում էր։ Սա նույն մարտն է, որը հիմա արդեն եւ վարչապետի պաշտոնում նախ այդ օրվա բենեֆիցիարի համար կազմակերպիչի համար տեսեք այսօր ինչ է ասում ինքը նույն Լևոն Տեր-Պետրոսյանի համար է շարունակվում է այս փոխադարձությունները Լևոն Տեր-Պետրոսյանը Հայաստանի անկախության առաջին տարիներից Հայաստանը վերածել մարիոնետ պետության, այսինքն 2008 թվականին այս վիճվածքը, որը կոչեր անում Լևոն Տեր-Պետրոսյանին իշխանության բերելու համար, վերադարձնելու համար, պոկել, քարեր, երկաթներ, կոչ եմ անում ունենալ ձեռքին ինչ-որ բան ինքնապաշտպանությունը կազմակերպելու համար։ Կլինի փայտ, կլինի քար, չգիտեմ ինչ։ Այս ամեն ինչը ինքը կոչի անում վերցնել, որ բերեին մեկին իշխանության, որը Հայաստանի անկախության առաջին տարիներից արդեն տեսեք 2008 թիվն է սա, իսկ առաջի անկախության տարիներից անցել է 17 տարի։ 17 տարի։ Այսօր ասում առաջի տարիներից, որը Հայաստանը վերածել մարիոնետ պետության։ Սա այս մարդու կենսագրությունն է, Գյորգ ջան, այս խոսքերն էլ է իրանը ձայնագրությունն էլ է իրանը, ես այդտեղ ընդհանրապես միջամտություն չունեմ, ուղղակի մի թերություն ունեմ, լավ հիշողություն կա, եւ մեր բոլորի աչքի առաջ է եղել այս ամեն ինչը։ Ես հասկանում եմ, որ այսօր իր շուրջը հավաքված, ես չեմ կարող իրաց մարդ ասել, որովհետեւ գիտեք, մարդը դա ուղղակի բիոլոգիական բան չի, օրգանիզմ չի։ Ես իրենց ասում եմ բիոթափոն, իր շուրջը հավաքված այդ բիոթափոնին իհարկե հաճելի չի այս ամեն ինչը լսել ու տեսնել, բայց սա փաստեր է, որոնք հնարավոր չի վիճարկել։ Եվ տեսնենք ինքը էլ ինչ է ասում։ Իմ ջալոց այսօր արդեն իր կեսափածի համար ստացավ պատասխանը, որ ոչ ոք ավելի մեծ հարված չի հասել մեր ժողովրդին, քան այս շնաբերան իմաստակների զույգը։
Սա ասում է Լևոն Տեր-Պետրոսյանի մերձավոր նույն Նիկոլ Փաշինյանի ժամանակին մերձավոր Լևոն Զուրաբյանը։ Լևոն Զուրաբյանի հետ ես հիմնականում համաձայն եմ։ Ինքը ինչ ասում է, երբեք ուրիշ բան չի ասել։ Ուղղակի մի բան է ինձ զարմանալի, որ չի ասում ամբողջական տեքստը։ Օրինակ ամբողջական տեքստը ասելու համար ինքը կարող է ցույց ասել։ Ինչու իրանք ծանեցին Նիկոլ Փաշինյան։ Ոնց եղավ։ Իրանք հետ թող իրանք վերսիան ասեն։ Մենք ունենք չէ ադրբեջանական հատուկ ծառայությունների վերսիան։ Իրան ով է հավաքագրել, երբ է հավաքագրել։ Եթե հավաքագրել է, ոնց է ինքը աշխատում իրանց թեմից, ով բերեց իրան իրանց ցուցակով դարձրեց պատգամավոր, հա, այս շնաբերան իմաստակներին ով բերեց դարձրեց պատգամավոր։ Այդ Լևոն Զուրաբյանը ճիշտ կլինի, որ այդ մասին էլ ասի։ Եվ այսպես գնանք առաջ։ Այսօր արդեն Վարչապետ Փաշինյանը մեկը որի սիրտը փառավորվում էր, երբ որ տեսնում էր ոնց են քարերով, փետերով, երկաթներով ծեծում ոստիկաններին, նույն մարդը, երբ որ արդեն ինքը վարչապետ է, իրեն ծառայած, արդեն նույն ձև ծառայած ոստիկաններին, առավել արդյունավետ գործած աշխատակիցներին պետք է ներկայացնել պետական պարգևի։ Նույն բանն ասեց ինքը տարուկես առաջ, տարի 2-3 ամիս առաջ, երբ որ դատարկում էր ոսկեպարն ու բաղանիսը։ Հա, այն ժամանակ էլ ասեց, որ առավել աշկին գա ջենիչերիների, որոնք առավել մոլերանդությամբ են ծեծում հայ մարդուն, տնազերկում, հա, ասենք նվաստացնում, ջարդում, փշրում, պետքա պարգևատրել եւ ինքը հայտարարեց, որ դրանք պետության ողնաշարն են։ Այսինքն, երբ որ ինքը հակառակ կողմում էր, դրանց ծեծելուց իր սիրտը փառավորվում է, հենց ինքը դառնում է իշխանություն, միանգամից նույն յենիչերին, իսկ հայկական նորագույն պատմության մեջ ոստիկանը երբեք հայ մարդու շահերը չսպասարկեց այդպես։ Նենց տպավորությունն է, ոնց որ հատուկ բան կա, ռասա կա, հատուկ սորտ, կաստա, որոնք ոստիկան են դառնում, որոնք ասենք ընդհանուր բան ունեն իր հետ, ընդհանուր, որն է իրենց ընդհանուր բանը, չունեն հայրենիք, չունեն սկզբունքներ, իհարկե օրենքի մասին գաղափար չունեն, կրթություն չունեն, ոչ մի սրբություն չունեն, միակ սրբությունը կերն է, կեր, տեսեք չեմ ասում ուտելիք, կեր, խտացված ինչ-որ կեր, որը այդ օրվա տերը կդնի իրանց դեմ։ Եվ այսօր կեր դնողը այն մարդն է, որի սիրտը փառավորվում է նույն այդ յենիչերիներին ժամանակին ջարդել փշրելու համար։ Եվ այսպես։ Բայց ով է ինքը իրականում եւ ինչ արժի հայկական իրականության մեջ։ Ես ուղղակի ուզում եմ վերջի հարցումը ցույց տամ, որին արդեն կա 10,000 մասնակից, update անեմ, տեսնենք թարմացնենք գուցե եւ ավելացած լինի։ Սա 10 րոպե առաջ եմ դրել, չէ, 10,000-ը մնաց 10,000։ 10 րոպեվա մեջ շատ բան չէ փոխվելու։ Հա։ Այսքանից հետո նույնիսկ 10,000 մասնակից, տեսեք, սա YouTube-ն է, սա իմ հետևորդները չեն, այսինքն այս կանալի հետևորդները չեն, ազատ քննարկում։ Եթե բոլորը հետևորդ լինեն այս ալիքի, 23% նույնիսկ չէ լինի Բագրատ Սրբազյանին, Գալստանյանին ավելի մեծ վտանգ հավալելու։ Համենայն դեպս, ով է Հայաստանի պետականության համար ավելի վտանգավոր երևույթ, 77%-ի համար կրկին մնում է Փաշինյան Նիկոլը։ Սա Փաշինյան Նիկոլի գինն է։ Տեսեք, համատած Բագրատ Գալստանյանի հետ, որին գիտեք ի վերաբերմունքը, հա։ Ես այդ վերաբերմունքի մասին անպայման այսօր խոսելու եմ, որովհետև շատ մարդկա հələ իր համար պարզ չի, ընդհանրապես ին վերաբերմունքը, մարդկանց, երևույթների, քանի որ պարզ չի, ես այսօր անպայման պարզացնել եմ, հստակացնել եմ, որ ոչ մեկի մոտ թերի կարծիք չմնա, որովհետև ես ոչ մեկին խոսք չեմ տվել, որ բոլոր տեսակի ճաշակները ես պետքա բավարարեմ տվել։ Ես ավելին, ես երաշխավորում եմ, որ ոչ միշտ են մարդիկ համաձայն լինելու ինձ հետ այս ալիքում, բայց ես երաշխավորում եմ մի բանի համար, որ երբեք սուտը չեք լսի, որտեղ իմ համար շատ կարևոր է դա, ոչ թե ես հաճոյանամ կամ բավարարեմ էսթետիկական կամ քաղաքագիտական, կամ աշխարհաքաղաքական ճաշակներ, երբեմն մեկ
ինչպես տեսնում եք վերջերս ինքս էլ իմ է համաձայն չեմ լինում, բայց երբ որ փաստերը բերում են դրան ցույց են տալիս հա որպես ճշմարտություն, ընդունում եմ, ասում եմ ես ավելի լավատես էի կամ ավելի վատատես էի, այսինքն նույնիսկ ես իմ էսթետիկական եւ քաղաքական ճաշակները չեմ բավարարում, որովհետեւ միակ տեղը աշխարհում ամենաապահով, որտեղ կարող է մարդը հանգիստ խղճով, ոչ թե հարուստ, հա, այն մարդու չափանիշները փողն է, հիշում եք, չէ՞, նա աղքատ է, հոգեբանները, հա, միակ ապահով տեղը, որ աշխարհում կա, որտեղ մարդը կարող է հանգիստ ապրել, դա ճշմարտությանը մոտիկ տեղն է, ոչ թե շահած տեղը, սխալ բառ եմ ասում շահած տեղը, ոչ թե շահավետ տեղը, հա, այլ ճիշտ տեղը, որտեղ ինքը իրեն չի հակասում, որտեղ հասնելու համար ինքը իրեն չի դավաճանել, չի ստել, չի շնացել, չի խաբել եւ այլն եւ այլն եւ այլն։ Սա իմ համար ամենաերանելի տեղն է, որտեղ ես գնում եմ, որտեղ ես ինձ ուզում եմ տեսնել, եթե նույնիսկ ասում եմ ես պետք է իմ սեփական սխալը ընդունեմ, ես սիրովանում եմ, որովհետեւ դա իմ համար ավելի կարեւոր է ճշմարտությունը, քան սեփական աչքում միշտ ճիշտ Երևանը։ Հիմա գնանք առաջ, որ ես հասնեմ ի վերջո այնտեղ, ինչի մասին ես պատասի։ Ես ուզում եմ նաև այս շնաբարո դուսպրոցիկի հիշեցնեմ ով է ինքը, երբ որ նոր էր եկել իշխանության։ Ընդամենը մի քանի ամիս իշխանության էր եւ նա որոշեց ձերբակալի Ռոբերտ Քոչարյանը։ Եվ այդ ժամանակ դուք երևի հիշում եք, որ էլի ձայնագրություն տարածվեց, որտեղ ինքը Արտուր Վանեցյանը եւ Սասուն Խաչատրյանը խոսում են։ Եվ հետո մի աղմուկ բարձրացավ, քրեական գործեր, այս ոնց է հնարավոր մեր խոսակցությունները ձայնագրվում է, պատկերացնում եք, Հայաստանի 3 կարևորագույն մարդկանց խոսակցությունները ձայնագրվում է ու դուրս գալիս եթեր, որը ասում է մի բանի մասին, որ Հայաստանի անվտանգությունը Հայաստանի անվտանգության ձեռքն չի, ուրիշ տեղից է ղեկավարվում Հայաստանը։ Եվ այսպես ինչի մասին էր այս հաղորդագրությունը պատմում։ Եթե դուք հիշում եք, ընդամենը 7 տարվա պատմություն է, հասա։ Ես այսօր ընդամենը մի հատ Google արեցի Արտուր Վանեցյանի, Փաշինյանի եւ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցը։ Ես ուզում էի բանը գտնեի, ամբողջ հեռախոսազրույցը գտնեի, ֆայլը, բայց գտա ոչ թե ֆայլը, այլ բանը, տեքստը, հա։ Տեքստը, որտեղ Փաշինյան Նիկոլը քննարկում Արտուր Վանեցյանի եւ Սասուն Խաչատրյանի հետ ձերբակալել, թե չձերբակալել Ռոբերտ Քոչարյանի, Խաչատուրովի։ Այս ամբողջ խոսակցությունը նրա մասին է, որ հա ընկեր, ինչ կա, ինչ ենք անում, սրան անում ենք, թե չէ։ Սա մի խոսակցություն է խայտարակության մասին, որտեղ բանը Արտուր Վանեցյանը իր հեղափոխության KGB-ի ԱԱՑ-ի պետը, որ համատեղության կարգով նաև Ալիևի եւ Նիկոլ Փաշինյանի անձնական փոստատարի դերն է երևեցել, հիշում եք, ինքն է դրա մասին ասել, ես չեմ ասել, էլի, որը թղթապանակներ էր տանում բերում, հետո պարզվեց այս թղթապանակներն ինչի մասին էին, մի խոսքով, ինքը ասում է, որ այս խոսակցության մեջ, որ դժվար է լինելու, գիտեք, Արբանին, Խաչատուրովին եւ միանգամից նաեւ Ռոբերտ Քոչարյանին բանանել, ձերբակալել, որովհետեւ այնտեղ հապ կա, հապկի անդամներն են, այնտեղ միջամտում անհանգստացած են Մոսկվայում եւ իսկ Ռոբերտ Քոչարյանի համար հետաքրքիր բան է ասում, որ Ռոբերտ Քոչարյանի համար Հայաստան են եկել ռուսական հատուկ երկու ծառայություն են, ներքին եւ արտաքին հերթախոսության պետերն են եկել Հայաստան, որ հանկարծ Ռոբերտ Քոչարյանին չձերբակալել եւ զեկուցումը սա մասին Նիկոլ Փաշինյանին։ Նիկոլ Փաշինյանը անդադ վրից ցրում է, հա, ես հեսա կզանգեմ նիստի եմ, ես կոմենկոմ, ու իրանք քննարկում են դատել թե չդատել, գրավոր թողել թե չդատել։ Այսինքն իրենք իրանց, հետո ասում է ես հիմա զբաղված եմ Սասուն Խաչատրյանի հետ խոսա։ Այսինքն ոչ մի ձևով խոսակցությունը sense չի, չհասկացա։ Դու ածպետ ես, որ դու դատավորը չես, դու որոշես դատարանը
ինչ որոշում է կայացնելու, կամ ես, կամ Սասուն Խաչատրյանը, ամենասասուն Խաչատրյանը, ինքը ընդամենը քննչականի պետն է, թե հակակոռուպցիոներ, ինքը հո դատավորը չի, որ որոշի գրավոր բաց թողի, թե չբացթողի, որոշի ինչքան գրավ տա, դատի, թե չդատի, հասկանում եք, այս երեքով վերցրել են բացահայտ, խոսում են ինչ անել այդ երկուսի հետ, այսինքն օրենքը վերածել է անձնական նախընտրությունների, քաղաքական հնարավորությունների մի բան, այդ ֆորմուլայի մեջ են նայում, ոչ թե մեռնեմ օրենքի տարին, ոչ, ի սկզբանե է սա, իսկ եթե նայում ենք Նիկոլ Փաշինյանի ամբողջ անցած ճանապարհը, խոսք, գործ, հա, հասկանում եք, որ այս պարագայում սա նորմալ է, ես սա էլ եմ ձեզ ուզում իշացնել, այսօր ես հսկայական աշխատանք եմ արել այս բանը, հաղորդումը պաշտպանելու համար, կներեք, պատրաստելու համար, լսենք, իշխանավոր իրավունք չունի, դատավոր իրավունք չունի, որևէ իշխանավոր իրավունք չունի դատավորներին տալ որևէ հրահանգ, որևէ գործով։ Սա ասում է իր ժեղին, նոր եկած, նոր, սենց, ես, ոչ մի հրահանգ, ես բան չեմ ասում, ոչ մի հրահանգ, բոն, դատական համակարգ, իրանք իրաց մեջ ուրիշ բան են խոսում, բայց ինք իրա լայվում, ես եկել եմ օրենքին ծառայեմ, ու մեկ էլ Ինչի Հայաստանում դատավոր կա, որ կարա իմ ասածին ասի, չէ։ Այսօր օրենսդրությամբ Հայաստանի ու մի անգամից ինքը մոռանում անդեր ինչա խոսացել, բեմի ժամանակ հիշում է, որ ինքը Փաշինյան Նիկոլ ասում է, ինչի Հայաստանում դատավոր կա, որ իմ ասածին կասի, չէ։ Մեկը կա, որ կասկածում է, որ հիմա ինչ որ կատարվում է իմ կողմից չսիրած եւ չհարգված Բագրատ Գալստյանների նկատմամբ, սա օրենքի ուժի կիրառումը, ոչ իհարկե, ոչ այնտեղ ոչ մի իրավական այդ ամեն ինչի հիմք չկա։ Նույն բանն է կատարվում, ինչի դատավոր կա, որ իր խոսքը մերժի հանկարծ, լսենք շարունակությունը։ Հանրապետության դատավորները գործունեության որոշակի երաշխիք ունեն եւ նրանք պետք է այդ երաշխիքներից օգտվեն։ Խելքներդ, գլուխներդ հավաքեք։ Ցանկացած գործով կայացնեն ուրեմն օբյեկտիվ դատավճիռ, հիմք ընդունելով իրեն ձեռքի տակ եղած ապացույցները։ Դատավորը որ պետք է կալանքը տա։ Դրան ներկել եմ դուքով Արսենայի հիմքերը կվանգես, բայց կալանքը ուզես պետք է տաս։ Երբ որ ուզես կալանքը պետք է տաս։ Մեկ-երկու անգամ խախտես կանոնը, դա հետագայում կդառնա ուղղակի սովորություն։ Ինչի՞։ Երկու անգամ որ խախտես կդառնա սովորություն, Ժորժան, իսկ այն մարդը չի որ դա ուզում է իր մոտ դառնա սովորություն, ինքը տես բան չի անում, չէ, իր հիմարների, բացառիկ հիմարների համար ինքը շատ համոզիչ տոնով ասում է, որոնք միջև հիմա ասում են, ոչ, ինքը դա չի արել, այս ինչ որ տենում ենք, այս ղժացողը ինքը չի, ոչ։ Հայաստանում դատավոր կա, որ կարա իմ ասածին ասի, չէ։ Էդու այդ դատավոր ուզում եմ տենա։ Ժողովուրդը գոռում է, չի էլ լսում։ Ժողովուրդը, որովհետև են հավաքված ժողովուրդը, ինքը չի էլ լսում իրան ինչ են ասում։ Ինքը Նիկոլա տեսե բեմի վրա, Սերժի փրկիչն է, Սերժից իրեն պետքա փրկեր, ինքը չի լսում։ Հակառակ դեպքում ձեռ եղածը պետքա շպրտած լիներ հենց բեմի վրա։ Բաղրամյան 26-ից դատարաններին ուղված հրահանգներ չեն լինելու։ Խելքներդ, գլուխներդ հավաքեք։ Ուրեմն գեցե անկախ դատական համակարգը։ Բա։ Իսկ հիմա լսենք, հիմա ինչ է ասում։ Վերջերս ալգենած, լսեցիք, բռնում եք այդ Բագրատ Սրբազանին, սաղին փակում եք սահմանադրական կարգի տապալման եւ հեռաշրջման փորձի
նպատակով ու իրան գտան, գնացին, աշխատեցին, գտան մի հատ օրինական հրացան ու լիքը կրակած փամփուշտներ ու ասեցին հեսա գտել ենք սահմանադրական կարգի խախտում եւ հեղաշրջման փորձ սա նույն մարդն է նայ Համ ես երեկոյան խոսել եմ Վարուժան Ավետիսյանի հետ եւ Արեգ Գյուրեղյանի հետ եմ խոսել, ուղղակի տեղակ եմ պահել նրանց, որ այցելել են Գևորգ Սաֆարյանին, Հայկ Գյուրեղյանին եւ ընդհանուր բնույթի խոսակցություն ա եղել որևէ կոնկրետ տվյալի ես չեմ տիրապետում։ Ես ընդհանրապես գիտեք ես ֆիզիկական միջակայքի մասին հարցրել եմ, ես այդ խոսակցությունների ժամանակ կոռեկտ չեմ համարում հարցնել այնպիսի բովանդակության մասին, որ նրանք հարմար չեն գտնում։ Այսօր առավոտյան նաև հեռախոսազրույց եմ ունեցել Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի հետ եւ առաջարկել եմ, որ խորհրդանական որևէ ֆորմատով այս հարցը քննարկման առարկա դարձնի, դա կարող են լինել ներքին գործերի ազգային անվտանգության հանձնաժողովի ֆորմատով, կարող է ուղղակի ազգային ժողովի նախագահի մոտ հրավիրված խորհրդակցության ֆորմատով, կարող է խորհրդանական լսումների ֆորմատով։ Եթե մենք այս իրավիճակին պետքա գնահատենք քրեական օրենսգրքի որևէ հոդված բացելով եւ ցիտելով, սա նշանակում է մենք իրավիճակը ճիշտ չենք գնահատում եւ ճիշտ չենք հասկանում տեղի ունեցողի դրդապատճառները եւ ինձ համար ընդունելի չեն նաեւ այն ձևակերպումները, որ Սասնա Ծռեր խմբի անդամներին փորձ է արվում ներկայացնել որպես ուղղակի ահաբեկիչ եւ Այս էլ այն դեպքում, որ տղաները, երեք է ասում, չէ, 33 հոգի, 31 ներողություն, զենքով արդեն պապծում են, արդեն եղել են կրակոցներ, արդեն կամ եք սպանված կրակոցների ժամանակ, հա, և տղան ասում է, անհասկանել եմ համանում, որ սա դիտարկում են ինչ-որ օրենքների, հոդվածների շրջանակում և անընդունել եմ համարում սա ահաբեկչություն կոչել։ Իհարկե, ապստամբությունը ոնց կարելի է ահաբեկչություն կոչել, բայց այս նույն մարդը քանի տարի անցել 2016 թվականից, ընդամենը 9 տարի հետո, ինչպես ամբողջ իր կյանքի ընթացքում, նույն բաների մասին, նույնիսկ անհամեմատելի է այն ինչ որ գտել են Բագրատ Գալստանյանի տանը, անհամեմատելի է եւ այն ինչ որ ունեն ծռերը ապստամբելու ժամանակ, այս նույն բանի մասին, այս նույն անհամեմատելու մասին, ստե հիմա կոկորդնա ճղում, որ ինքը ահաբեկչությունից է փրկել, ու սա մեծագույն ահաբեկչություն էր իր նկատմամբ։ Ես այս ամեն ինչի համար ինչ եմ սենց ցավով ասում, հիմա նայեք այս տեսանյութը հիմա կասեմ ինչի ես քննարկել։ Ու այս այդ տեսանյութն է, որտեղ ինքը գնացել է վերջերս նոր ձևով կրթի կամ կրտի սա թարմ տեսանյութ է։ Ինչ-որ հասարակության մեզ բոլորիս։ Ես ասում ես բոլորիս ես ինձ մասնակից եմ, չէ, համարում հայկական հայ հասարակության ես չեմ կարող առանձին լինել, որտեղ ես այդ հասարակության պրոդուկտ եմ, հա։ Ես ինձ համարում եմ միջին հայ, Հայաստանում մեծացած, Հայաստանում ապրած, հա, եւ տեսնում եմ այսքան բանից հետո, ինչ որ մենք տեսանք։ Իսկ ինչ մենք տեսանք շատ փոքրիկ էպիզոդ սրա կյանքից, շատ փոքրիկ էպիզոդ, որտեղ պարզ նկարագրվում է ով է ինքը, այսինքն ցանկացած բարոյական մարդու համար պետք է սա բավարար լիներ, ընդհանրապես սա ոչ թե ցեղասպանություն, Արցախի սպանդի կազմակերպում, սահմանադրության խախտում, այս բառապաշարի լեքսիկոնի, մարդու իրավունքների խախտում, այս մասսայական սպանդ, դրանք չեմ ասում, այս երկու էպիզոդով ցանկացած բարոյական մարդու համար պարզ պետք է լիներ, որ սա ստախոս անսկզբունք երևույթ է, ստախոս երևույթից սոսկալի բան գոյություն չունի, որտեղ մնացածը բոլորը հետևանքներ են։ Եթե մարդ կարող ասենց հանգիստ
նայի դեմքիդ, հիմա մի բան ասի, վաղ ուրիշ բան ասի, հետո մի բան ասի, էլի ուրիշ բան անի, հասկացեք, ուղղակի որ դեպքում ինչ կանի, ուղիղ կապված է լինելու ինչ իրավիճակ է այնտեղ, ում հետ է կապված, բայց ինքը որ ընդունակ է ամեն ինչին, դա արդեն չի քննարկվում, որովհետև ինքը իր կյանքով ապացուցել է։ Վերջը 7 տարի այս ամեն ինչը ամեն օր ապացուցելուց հետո ինքը գնացել է մարդ կրտի ու իրանց սենց ժպիտով գրկախառնված դիմավորումը իմ նախկին ընկեր քանդակագործ Վիգեն Ավետիսյան։ Տեսնենք ելո։ Այս էլ Վահագը Հայրապետյան։ Դաշնակարային մի եսի ինչ չի հարցը դա չի։ Այս էլ Աննաներ բեմից այս դեմքերին նայում եք, սրանց կրտում է իր մասշտաբների մեջ ոչիլից ենկող չանցնող ինտելեկտով։ Մարդ, որի բոլոր համատությունները գալի կանգնում են ոչիլի վրա։ Որի վրա ծախսվում է ամբողջ պետության բյուջեն, ամբողջ չէ, այս ամեն ինչը ամբողջովին սա ծախսել օգնում է պետություն, որ իրենք իրենց կրտարշավ անցնեն։ Կրտ արշավ, լավ է, չէ, հնչում, բայց կրթելու նպատակով չէ, դուք հասկանում եք։ Ու ես ուզում եմ այստեղ կանգնացնել կադրը։ Առաջի կարգում Փաշինյան Նիկոլը մնացած մենակ արդեն թել է 2 հոգու բերել նստացրել է իր կողքը։ Այստեղից 2 րոպե պետք է կանգնեն, ոչ ավել։ Ինչու համար, որովհետև երկուսին էլ այսինքն մի քանի 100 մարդ առնվազն, եթե ոչ մի քանի 1000 մարդ, ընդհանուր մենք ծանոթներ ունենք։ Երկու կողմից։ Հա։ Հիմա այս մարդիկ, այս երկուսը իրենց դրսևորում են որպես այս ամեն ինչին ջատագով, այս ամեն ինչին համաձայն, սիրով ընդունող, բանը ասենց ողջագուրվելով։ Մասսայական սպանդին, ինչ որ իրականացեց Արցախում։ Տարածքների հանձնմանը։ Թուրանին, մարդ իր բերոնով ասում է, ինչ վարտաթոմեր վրա գնան գան, չէ, Թուրանին։ Այս ամբողջ այս ստի խառնաչության, այս մարդու իրավունքների, որ մարդը իր էջում գրում է կնոջ, քերու, բանի մասին, ու ամեն օրվա ռեժիմով, որ իր բոլոր մտերիմներին, Լևոն Տեր-Պետրոսյանը ընդամենը մտերիմ չի եղել իր հոգևոր հայրն է, Լևոն Տեր-Պետրոսյանը, սրան ծնածը, սա ծնողն է, հա։ Այսինքն չի խորշում բոլոր այն մարդկանց, որոնք իրենց մարդ են դառել, մի խոսքով, տրորել, անցնել իր այս իշխանության համար։ Պլյուս դրան, ինչ որ իրականացնում այսօր թե տնտեսական դաշտի, թե բարոյական դաշտի, հա։ Ու այսօր այս երկուսը նստած են իր կողքը։ Հիմա բոլոր նրանց, ովքեր ճանաչում են մեզ սենց ընդհանուր, իրանք պետք է այս հարցի պատասխանը ինձ տան։ Դուք չեք կարող լինել նեյտրալ, դա միանգամից դնում է մի կողմ, որտեղ նեյտրալ լինել նշանակում է ընդունել սա։ Հա, նեյտրալ լինել նշանակում է ընդունել նորմալ սա։ Այսինքն նեյտրալ լինելու տարբերակ գոյություն չունի։ Եթե ասենք վաղվանից Վիգեն Ավետիսին կամ են ուսին, ափսոս հետ շատ կարգին երաժիշտներ են, Կարոն Հայրապետյան, փայլուն ջութակալ, փայլուն երաժիշտ։ Եթե Վահագին և Վիգենին տեսնում են, և ոչ մի ռեակցիա չկա, և իրանք ամբողջ կյանքով չեն ափսոսում, որ հիմա իրանք ընդեղ են նստած, այսինքն այն մարդկանց ում տեսնում են, որ հիմա ինձ լսել է, կամ նույնիսկ եթե չի լսել, այսինքն պարտադիր չի, չէ՞ որ մարդ սպասի ես մի բան ասեմ, որ նորը ինքը անի։ Մանավանդ ոչ չեմ համարում այն մարդը, որ բոլորը ես պետք է ասեմ, որ իրանք անեն։ Որտեվ ես ինչ խոսում եմ, ես խոսում եմ բարոյական դաշտից։ Հիմա այս երկուսը կատարել անբարոյական են։ Իրաց դրսևորումների մեջ անբարոյական եւ հակահայ, այսինքն նույնը ինչպես Նիկոլը։ Նույնն է, իրանք ասում են ախպետ, մենք նույնն ենք, մենք ընդունում ենք, մենք քաջալերում ենք, կողքդ էլ նստած ենք։ Դա եմ ասում։ Ինձ պետք չի լսել կամ ասենք իմ ասածով անել, բայց եթե մանավանդ լսելուց հետո, այս իմանալուց հետո, կարևոր իմանալուց հետո
Եթե այս մարդիկ իրենց դեմքին այդ գունդ թուքը չեն ստանում եւ ֆիզիկապես եւ բարոյապես, նշանակում է մենք չունենք այն շերտը, որը արժանի է երկիր ու պետականություն ունենալու։ Տեսեք, չունենք այն շերտը, որը իրավունք ունի, որովհետեւ գիտեք, ում նկատմամբ են հարգալից վերաբերվում, ով իրեն հարգում է։ Դա հոգեբանություն է, մարդուն ուղիղ վերաբերվում են այն, ինչպես ինքը իրեն գնահատում է։ Եթե նույնիսկ մեկը շփոթվում է, հանկարծ տեղը չի բերում կներեք արտահայտությանս համար, ավել պակաս թույլ է տալիս, միանգամից զգաստացնող ինչ-որ նշաններ է ստանում, խոսքի, ֆիզիկական միջամտության, հայացքի, ասենք ձևերը շատ են, էլի, որ նա քեզ հավաքի, հա։ Եթե այս մարդիկ այդպես պետք է պահեն իրենց, նշանակում է իրենց նկատմամբ ոչ մի հարգանքի, պարտավորվածության, հա, ասենք Նիկոլ Փաշինյանը վաղը իրանց տուն չի մտնելու, իրանց անկողին, իրանց կնոջ անկողին չի մտնելու, հա, վաղը իր սեռական օրգանները իրանց չի հրավիրելու շոշափել եւ ցույց տալ, հասկանում եք, այն ինչ որ ինքը անում է, սենց բացահայտ ու ոչ մեկը գախնի չի։ Ու ես չեմ կարծում, որ այս կողքի երկու նստած անբարոյականները դրանից տեղյակ չեն։ Եթե այսքան բան իմանալուց հետո ողջագլվում են ժպիտով նստել են, ուրեմն իրենք նույն, ճիշտ եմ ասում, նույն, որտեղ ոչ մի բարոյական մարդ ինքը չէր գնա սրա։ Եթե հիմա սրանք իրենց հասարակության, մեր ընդհանուր ընկերների, ծանոթների, շրջապատից պետք է չուտեն այս ամեն ինչ իրաց ճակատին, նշանակում է դրանք ովքեր կմնան նեյտրալ կամ կգծնեն, որ արա Նիկոլի հետ է տալի առնում, այնց գնանք այն սկզբից էլի, որ ամեն ինչը չափվում այդ տալով առնելով նշանակում այնտեղ հետևանքներ կա ֆինանսական իմաստով, հա, կարիերայա ֆինանսա, փող։ Եթե չափանիշների մեջ է, ոչ թե մենակ ինքը աղքատ է, ինքն էլ անբարոյական։ Ասում ես, այս պարագայում ոչ թե միայն ինքը աղքատ է, ինքն էլ անբարոյական։ Աղքատ լինելը ամոթ չի, անբարոյական լինելն է ամոթ, որովհետև աղքատը դա ստատուս չի, դա ընտրովի չի, դա կարող է մարդը հաջողություն ունենա բիզնեսում, կարող է չունենա։ Անբարոյական լինելը դա ընտրություն է։ Բոլոր մարդիկ ծնվում են հավասար, բայց նրանք հավասար չեն, իրենց ընտրությամբ արդեն հետագայում։ Մանավանդ բանի հոգեբանական իմաստով, ասենք բարոյական շերտում, ասենք նրանք իրենք են ընտրում զոհաբերեն, թե օգտվեն առիթից այլ բաներ զոհաբերելով, ամենակարևոր արժեքների մասին, հա, այսինքն իրանց այս վիճակը, ես ու չեմ ասում, ասենք, ինչի այս բոյին, ինչի այս չափի, չէ, դա ընտրություն չի, դա Աստված տենց է ստեղծել, բայց մնացածը իր անդեղ լինելը, իր ով, ձևով, բանով, բոլորն ընտրություն է, բոլորը, այսինքն իրանց նկատմամբ վերաբերմունքն էլ է, դա ընտրություն, եթե մարդը վերաբերմունք չունի, ուրեմն ինքը նույն ոճի մեջ է, այսինքն իրան սա չի անհանգստացնում, այսինքն ոնց որ դեմդ մարդ սպանեն, դա քեզ չանհանգստացնի, դեմդ կին երեխա բռնաբարեն, դա քեզ չանհանգստացնի, դեմդ մարդ ճնշեն, նվաստացնեն, դա քեզ չանհանգստացնի, հա։ Սա նույն բանն է, եթե մեկին այտենց չի անհանգստացնում, այսինքն ինքն էլ բարոյապես դառնում է դրանցից մեկը։ Հիմա վերադառնամ այն մյուս բանին, Բաղդադ Գալստյանանի, ես ասեցի անպայման ասելու եմ այդ մասին, այսօր մեկը գրել է, որ ինձ հանդիմանում է, ես դեմ չեմ, որ ինձ հանդիմանում եք, բայց ուղղակի եթե պատասխանելու բան կա, այդ հանդիմությունից հետո պետք է անպայման լսել պատասխանը, անպայման։ Ինձ հանդիմանում են, որ ես ինչի եմ Բաղդադին ասում գետադարձ։ Իմ կոլեգաներից կարող եմ ես հարցնել, թե ինքը ինչքան լավ մարդ է, իմ կոլեգաներից, ինքը կոնսերվատորիայում դասատուի կրոնի պատմություն։ Եթե ինքը լավ մարդ է, լավ դասատուի կրոնի պատմություն, ուրեմն ինքը չի կարող գետադարձ լինել։ Լոգիկան եմ ասում։ Ես հիմա քանի որ դուք երաժիշտներին եք բերել օրինակ, ես երաժիշտի լեքսիկոնով եմ ձեզ պատասխանում։ Մեր երաժիշտների մեջ մի հատ ընտիր ձևակերպում կա, ընկերներ։ Ասում են լավ մարդը մասնագիտություն չի։ Հա? Լավ մարդը մասնագիտություն չի, ասում են լավ մարդ լինելով ամեն ինչ չի ծածկվում։ Բավո դուք իմանաք Վիգեն Ավետիսը ինչ լավ մարդ է։
Բայց չի ծածկում իր այսօրվա հալածը։ Բա որ իմանաք միջև Շուշին հանձնելը Վիգենավետիսը ինչեր անում Շուշիի համար։ Գիտական, քանդակագործական սիմպոզիումներ էր անում աշխարհի բոլոր տեղերից հրավիրում էր, կարողանում էր ձևերով գտնել իր գոլեգաներին, քանդակագործներին, որոնք գալիս էին, մաստեր կլասներ էին անում Շուշիում, քանդակներ էին անում ու դրանք թողեցին Շուշիում ամբողջը։ Շուշիում այդ դրանց ոնց է կոչում այդ հյուրանոցը։ Մի խոսքով ամենալավ հյուրանոցը հենց կենտրոնում։ Դրա դիմաց փոքրիկ պուրակ կար, փոքրիկ, որտեղ ես եմ անձամբ եղել։ Այդ քանդակներն եմ ես տեսել, որը պատրաստված էր այդ սիմպոզիումների, սա մի քանի տարի, մի անգամ չէ։ Բայց այսօր նույն մարդը Շուշին հանձնած, այդքան մարդուն սպանած, Շուշին կեղտոտ մունդար քաղաք համարող, առավել ևս Շուշին Ադրբեջան համարող մարդու հետ ինքը գրկախառնված նույն բանից նշանակում է իր համար նորմալ է, նշանակում է դա ընդունելի է, չէ իր համար։ Դե հիմա ինձ ասեք տեսնեմ, ինչ կապ ունի ստեղ ինքը ինչքան լավ մարդ է կամ լավ մարդ չի։ Ըստ ձեր չափանիշներով եմ ասում, էլի ինքը լավ մարդ է։ Ես մարդկանց գործերով եմ գնահատում։ Եթե դուք քրիստոնյա եք, Քրիստոսն էլ ասում, մարդկանց խոսքերին մի նայեք, գործերին նայեք։ Իսկ իր արածը եւ Բագրատ Գալստանյանի, անցած տարի ինչ որ ինքը արեց, եւ հիմա սրանց արածը, լավ մարդ ձևակերպումը ոչ մի ձև չի գալիս այդտեղ փրկելու, որովհետեւ իմ համար, երբ որ ես աշխատում եմ, երբ որ ես, չգիտեմ, նվագում եմ, երբ որ ես ինչքան լավ մարդ է, դա այդքան էական չի, երբ որ կնստեմ հետը սուրճ խմելու, դա այն ժամանակ ինձ կարևոր է։ Բայց գործի մեջ իր լավ ու վատ մարդը ընդհանրապես էական չի։ Կարևորը եթե գործը լավ անի ինքը։ Այն ժամանակ, երբ որ ես որոշեմ իմ ժամանակը անցկացնեմ հետը, արժի թե չարժի, այնտեղ ուրիշ հարցեր է գնում։ Մենք երկիր ենք կառուցում կամ չենք կառուցում։ Որտեղ սենց նույն ձևակերպումով Նիկոլը լավ տղա է։ Ես ինումին ճիշտ լսել եմ ասում դուք ո՞նց կարող եք Նիկոլ ընտրել։ Նիկոլը լավ տղա է։ Այսպես Նիկոլ ընտրեցին մարդիկ, երկիրը ավիրեցին ու մինչև հիմա է լիքը բիոթափոնի համար Նիկոլը լավ տղա է։ Առանց նայելու այդ մարդկանց գործերին։ Բագրատը գետադարձա։ Եթե ձեզ չեք հիշում, հիշեցնեմ ինչ է նշանակում գետադարձ։ Մարդ, որ երկրի բանալիները տվեց թշնամուն։ Մարդ, որ դավաճանեց իր երկիրը։ Նույն բանն արեց անցած տարի Բագրատ Գալստանյանը, երբ որ ինքը վերցրեց, շարժում ասեց, ես վերջ ինձ նվիրում եմ այս շարժմանը, ես այլևս սառասում եմ իմ հոգևորական կարգավիճակը, ասեցի, գիտես ինչ, միջև հիմա դու այդպես պարտականություններ չունես, դու քաղաքական գործիչ չես, դու կարող ես սխալ արտահայտությունները, սխալ հայտարարություններ անես, դու հոգևորականի համար դու չես արժանանալու այն քննադատության, որը պետք է, բայց այն պահից, որ դու արդեն դնում ես մի կողմ, ես դառնում ես քաղաքական առաջնորդ, դու մտնում ես այլ հարթություն, որտեղ երկու ճանապարհ կա։ Կամ դու դառնում ես Գևորգ 5-րդ կաթողիկոս, ապստամբ, որ քո երկիրը հանել են 50-60 հազար հոգի կողքդ քեզ կրեդիտ է տալիս, քեզ աջակցություն է տալի, կամ դու դառնում ես դրանց առաջնորդ, ոնց որ Գևորգ կաթողիկոսներ, հələ Գևորգ կաթողիկոսը 5-րդ այդ աջակցությունը չուներ, ինքը ստեղծեց դա, զանգերը խփելով, չհանձնվելով, հրովարտակներ գրելով, ինքը ստեղծեց այդ իրավիճակը։ Ժողովուրդը հանձնված է, ժողովուրդը տեղ չուներ, բայց ժողովուրդը ունի բանակ, բանակը հանձնված է։ Ժողովուրդը ունի քաղաքական ղեկավարություն, հրամայել է բանակին հանձնվել, որտեղ ինքն է հանձնված։ Գևորգ 5-րդ կաթողիկոսը ինքը ստեղծեց այդ ապստամբությունը։ Ստեղ ապստամբությունը կա։ Ինք եկել ասում է, ես եմ այս ղեկավարը, ես պետք է որոշեմ, ով ելույթ ունենա, ինչ ելույթ ունենա, ինչ անել, ինչ չանել։ Ես էլ ասեցի, քանի որ դու ես, երկու ճանապարհ կա։ Կամ դու դառնում ես առաջնորդ, կամ գետադարձ, եթե դու եկել ես այս ամեն ինչը մարելու համար, որտեղ ես ի սկզբանե գիտեի, որ եկեղեցու սպասավորը այդքան մեծ հավանականություն չկա, եթե նույնիսկ ինքը փայլուն մարդ է, որ ինքը կհանդգնի դառնա քաղաքական առաջնորդ, առանց ուղղորդվելու։
Այն ինչ որ ճիշտ դուրս եկավ։ Դա եմ ասում։ Քաղաքական իմաստով նա գետա դարձա։ Սա չի նշանակում, որ ինքը վատ պապիկ է, եթե թորներ ունի, ես չգիտեմ, վատ կարող է ընկեր լինի, կարող է վատ զրուցակից լինի։ Սա մարդկային որակներ կապ չունի ու ես այնտեղ չեմ մտնում, ես Բաղդադի հետ Գալստանյան, ես չեմ գնալու սուրճ խմեմ։ Հասկանում եք։ Հիմա առավել եւս ոչ թե որ ինքը այս ամեն ինչ չէ, ուղղակի ինքը մեկն էր, որ եկավ դիտավորյալ այդ շարժումը կառավարելու եւ մարելու եւ ոչնչացնելու։ Իսկ հիմա իրան դատում են, գիտեք ինչ են դատում, որովհետեւ փշրված, ոչնչացված Նիկոլ Փաշինյանի ռեյտինգը բանա պետք անել, սա այն բուստա պետք անել, սա խթանել, սա փոքրիկ վիագրա է, այս մարած իմպոտենտների համար, փոքրիկ, որը 8-ից դարձավ 22-23%, այնր որտեղ են կողմը կանգնած բանից, Բաղդադը, բայց 77%-ի համար ինքը այս վիճակով ավելի մեծ սպառնալիք է, քան Բաղդադ Գալստանյանը։ Իսկ եթե ես իրան համեմատեմ մի հատ ավելի նեյտրալ ընդունելու մարդու հետ, ընդունելի անունը գրեք, դրեմ համեմատեմ։ Տեսեք, այնտեղ իրան տակը բան չի մնում։ Ինքը կդառնա 90+ թշնամի տոկոսներով։ Պարզ է։ Հիմա գնանք առաջ։ Ոնց է։ Նախապատրաստության Ահաբեկչության նախապատրաստության քրեական գործի Բագրատ arczepiskopos Գալստանյանի ու նրա աջակիցների կալանավորմանը զուգահեռ իշխանություն եկեղեցի հակամարտությունն էլ ավելի է թեժանում։ Իշխանության շարքերից արդեն բաց տեքստով հայտարարում են կաթողիկոսին պետք է մեջ բերեմ, դուրս շպրտել վեհարանից։ Իշխող թիմին էլ ավելի է բորբոքել Մայրաթորի երեկվա հայտարարությունը։ Գերագույն հոգևոր խորհուրդը ժողով էր հրավիրել քննարկել օրվա իրադարձություններն ու սլաքներն իշխանությունների կողմը թեքելով խոր մտահոգություն հայտնել Գալստանյանի ու մյուսների նկատմամբ իրավապահների գործողությունների առնչությամբ։ Ես այս երկուսին այդ հարցը պետքա տամ, ասես որ ողջագրվում է Փաշինյան Նիկոլի հետ։ Դու այդքան ջերմ մերձացված տղա եկենաբետից եկեղեցու հետ։ Ոչ մի խնդիր չես ունեցել երբևէ։ Հա, իդեպ քո այն հայտնի քանդակն էլ, որտեղ մայրը ցեղասպանությունից փրկված երեխաների հետ թևերի տակ առած թևերն էլ մասիսի ֆորմայով, հա։ Հետաքրքիր քանդակ է, որ տեղից տեղ ցուցադրելով Նիկոլը չի ասել այդ մասիսը քանդի արդեն։ Քանդի այդ ընդհանրապես այդ քանդակը վերասա, որտեղ ոչ մասիսն է մերը, ոչ էլ ցեղասպանություն է եղել։ Որտեղ դուք ստեք կոնֆլիկտ ունեք, կամ դու ես ստում, կամ դու ինքդ քեզ ուրացել ես։ Իգենալից կամ ստում, ասենք դու որ դա քո համար արժեք է, հա, այդ ցեղասպանությունը մասիսը, որովհետև դու գրկում ես մեկին, որի մերժում է այդ ամեն ինչը, ինքը պղծում է այդ ամեն ինչը։ Այսինքն դու որ մեկն ես հիմա, այն մարդը որ կերտել է, այն մարդը որ սիմպոզիումներն են անում, թե մարդը որ ուրացել է այս ամեն ինչը, եւ այդ ուրացողին ողջագուրվումը։ Ես ուղղակի Գրիգոր Զոհրաբն էլ էր մտածում, որ ողջագուրվի Էնվերի հետ, հա, Թայլատի հետ, լավ է լինելու իր համար, բայց ինչ եղավ, իստումա դու էլ գիտես։ Իրավական գործընթացի նկատմամբ վստահություն չի ներշնչում այն հանգամանքը, որ սկզբից եւ հետ Հայաստանի Հանրապետության վարչապետը եւ իշխող կուսակցության տարբեր ներկայացուցիչներ ակնհայտ քաղաքական նկատառումներով տարաբնույթ հրապարակումների միջոցով փորձում են ուղղորդել իրավապահ մարմիններին։ Ըստ Մայրաթորի իշխանությունները փորձում են այս գործն արհեստականորեն եկեղեցու հետ կապել ու շահարկել Մայրաթորի անունը, ինչը մեջբերեմ ամբողջապես տեղավորվում է իշխանությունների նախաձեռնած հակաեկեղեցական արշավի համատեքստում։ Այդ ամեն ինչի այս ամբողջը չեմ ստալ, այս ամբողջի նախաձեռնողը, ի սկզբանե հայտարարողը, հիշում եք ով է, Փաշազադեն, որը հայտարարեց, որ Հայաստանի եկեղեցին դա խանգարող հանգամանք է, դա թշնամի է։ Ես ասեմ ավելին, Հայաստանի եկեղեցին, ինքը մենակ Հայաստանի եկեղեցի չի, Հայաստանի եկեղեցին նաև սփյուռքն է, որը համախմբված այդ եկեղեցու
շուրջը, չկա այդ եկեղեցին, չկա սփյուռք։ Իսկ ըստ թուրքերի իրենց ամենամեծ խոչընդոտը հենց այդ կազմակերպված սփյուռքն է։ Ոնց եմ ասում, չկա եկեղեցին, հանի եկեղեցին, չկա սփյուռք։ Հանում ես եկեղեցին, սփյուռքը ցնվում է։ Իրանք հայտարարում են, որ իրանց թշնամին սփյուռքն է ու եկեղեցին, դրանք իրար կապված են։ Որ չեն կարող ջարդել սփյուռքին, որովհետև սփյուռքը չջարդվող է եւ անհասանելի է իրանց համար։ Ջարդում են եկեղեցին, բերում են մի հատ մոլա են կարգում, փշրում են համայնքը վերջացավ նրանց։ Սա է իրանց նպատակը եւ իրանք նույնիսկ այդ արտահայտությունների մեջ իրանք նույնիսկ բան չեն վերցնում, ընտրություններ չկա։ Էս Սան ես չգիտեմ, ես դիակին ինչ ասեմ, սա համառելու դեպքում պիտի վզին տալով հեռացնել մայր աթոռից։ Սա ասում է կաթողիկոսի մասին։ Հայ առաքելական եկեղեցու կաթողիկոսի մասին ասում։ Ես այդ եկեղեցու հետևորդը չեմ։ Սենց բան ասվի ցանկացած երկրում, ցանկացած եկեղեցու առաջնորդի նկատմամբ, ինքը ամբողջ կյանքը կփտի բանտու, կաշխատի իր ուղանքները վճարելու համար։ Ասում է համառելու դեպքում, այսինքն այս դիակը, որ կարող ես գոնե մի քիչ արժանապատիվ մեռել լինել, էլի։ Այս անհայտ սեռի, անհայտ ոճի, անհայտ կենսագրության, անհայտ բարոյականության կենթանին, ասում համառելու դեպքում պիտի վզին տալով հեռացնել մայր աթոռից։ Հիմա այս Նիկոլ Փաշինյանի կողքը նստած այդ երկու անբարոյականներին ի սկզբանե եմ ասել, էլի, սա է պետք է հարց տան։ Որովհետև դուք սրա տակել եք ստորագրում։ Դուք չեք կարող ասեք, մենք իրա կողքն ենք, բայց այս ամեն ինչի մեջ մենք չկանք, սա մեր համար անընդունելի է։ Չեք կարող։ Դուք այս ամեն ինչի տակը ստորագրում եք։ Եվ ոչ միայն այդ երկու անբարոյականները, բոլոր նրանք, ովքեր այս կամ այն կերպ պաշտպանում են Փաշինյան Նիկոլին եւ աշխատում են նրանց համար։ Դուք այս ամեն ինչի տակ ստորագրում եք, այսինքն օրը գալու է, այս հարցին պետք է պատասխան տայեք, բա ուր է քո վերաբերմունքը։ Դու հակառակն ես ասում, դու չես նկատում էսի, հա, ոնց որ ինքն վերուցաբան։ Դու ոնց որ չես ասում, չես, ինչա կատարվում երկրում։ Ինչ կապ ունի, ասենք, Ռուսաստանը ինչ ասես սրա մասին, բացարձակապես կապ չունի, քո երկրում էս ինչա կատարվում։ Սահմանադրությունը խախտվում առնվազն, այսինքն ցանկացած մի քիչ բարոյականությանը մոտ կանգնած մարդ պետք է ասեր հələ մի վարքյան։ Ախպեր, իմ երկրի սահմանադրությունը արեք մի խախտեք։ Հետո նոր կորոշենք։ Ով ում բարեկամն է, ես ինչքան իրավունք ունեմ ընդհանրապես միջամտելու։ Ես իրավունք ունեմ կաթողիկոսի վզին տալ ընդհանրապես։ Ես ոնց եմ ասում, այս արտահայտության համար այս եթիմը, այս Շիրիմյանը, այս Բաբաջանյան Արմանի կնիկը պետք է փդեր բանտում արդեն երեկվանից դատախազությունը պետք է սա վզից բռնել, ասել այ հիվանդ բիձա։ Այդ ում վզին է տալի ու ինչ իրավունքով։ Սա իմ խոսքերը չի։ Ես ընդհանրապես մեջբերում եմ իր ասածը։ Սա իմ ճաշակի տիրույթում չի։ Այն ինչ որ ես ասում եմ մաքսիմում ամեն ինչ հիմնավորված։ Հիմա դատախազությունը չի անում, իրանք են հանցակից։ Եվ ընդհանրապես ոնց եմ ասում, ովքեր լռում են սրա մասին, իրենք են հանցակից։ Որովհետև այսօր քաղաքական բանը օրակարգը ուրիշ բան չի կարող լինել։ Եվ ընդհանրապես Հայաստանում քաղաքական օրակարգ չկա։ Ես էլ ասեմ ձեզ, 7 տարի Հայաստանում այդպես է չծնվեց քաղաքական օրակարգ։ Այս իշխանությունները 7 տարվա մեջ 1 օր քաղաքական օրակարգի խնդիրների լուծման հեռահար ծրագրերի մասին երբևէ դիսկուրս չբացեցին։ Երբևէ սրանց դիսկուրսը եղել է բացառապես քանդելու վերաբերյալ։ Դպրոցը քանդեն, համալսարանները քանդեն, կրթական համակարգը քանդեն, Մասիսարը քանդեն, կամ ծառ տնգի, որ թուրքը չերևա, սահմանները քանդեն, եկեղեցին քանդեն, երկիրը քանդեն իր ամբողջականության մեջ, բանակը քանդեն, ուսումնական համակարգը, այսինքն այս 7 տարվա մեջ դեռ քաղաքական դիսկուրս, քաղաքական, չէ՞, գիտեք ինչի, որտեղ սրանցից ոչ մեկ ոչ այդ նպատակով է բերված,
Ոչ էլ այդ ուղեղներն ունեն, որ սրանք ինչ-որ քաղաքական դիսկուրսի մեջ մտնեին։ Քաղաքական, որտեղ կառավարել երկիր կառավարելը դա քաղաքական process է։ Քո մշակութային քաղաքականությունը որն է, ինչին է միտված, քո կրթական քաղաքականությունը որն է, ինչին է մտված, քո արտաքին քաղաքականությունը որն է, Լավրովի խոսքերը կրկնելն է, թե Էրդողանի խոսքերը կրկնելն է, որն է, ինչին է միտված, քո տնտեսական քաղաքականությունը որն է, դու ունես ընդհանրապես, թե քո տնտեսական քաղաքականությունը սև սխեմաներով Ռուսաստանից գողացած ապրանքները հանես Եվրոպա, Եվրոպայից գողացած ապրանքները բերես Ռուսաստան, մեջտեղը փող առնես, հետո էլ ասեն դու իմ բրիլյանտները գողացել ես։ Որն է, հասկանում եք, այդ ամբողջը քաղաքականությունը ու տենց էլ չեղավ Հայաստանում քաղաքական դիսկուրս, որովհետև այդ քաղաքական ճակերտավոր գլուխները, որ պետք է խոսային դրա մասին, խոսում են կաթողիկոսի վզին տալու մասին։ Սրանցից պիղծ կա, ես ես հիշացնեմ, որ սրանք ափսոս է տեսանյութը ձեռս կամ կարող է հիմա էլ կամ ոտես չգիտեմ։ Ես ես բոլորին հիշացնեմ, որ սրանք են առաջին օրերին, որ դեռ բանի վրա էին, բեմի վրա էին։ Այն Հերոս Աբաջյանի պապու փոխարեն բերել են մի հատ դերասան, որ ժողովրդի դեմ խոսա։ Այսինքն այս պիղծերը ի սկզբանե են պղծել ամեն ինչ։ Դու հերոս մարդու պապու փոխարեն այդ պիղծ։ Քո ռեյտինգի համար բերես ուրիշի խոսա, ասես էս բանը մեր Աբաջյանի բաննա, պապնա։ Հիմա Վիգեն Ավետիս դու էլ կողքիդ են փնթի է, այս ամեն ինչի տակը ստորագրել է։ Նույնիսկ հիշացնեմ բոլոր ընդհանուր ծանոթներին, ովքեր տեսնում են Վագին, ովքեր տեսնում են Վիգենին, եթե իրանք ասելիք չունեն սրանց, ուրեմն իրանք էլ են դրանց։ Ես գիտեմ, որ շատերը իրանք չեն էլ ասելու։ Գիտեք ինչի վատամարդ լինեմ, որ պրոյեկտ ունեն, բան ունեն, փող կա մեջտեղ, դուք իրավունք չունեք երկիր ունենալ, որովհետև ասում, դուք արժանի չեք, որ ձեզ հարգեն։ Ձեզ արժանի չեք, որ եք հարգեն։ Վերջին օրերին վարչապետի Պիծ ասեցիք, միտս ընկավ։ Ուզում եմ ես ցիտեմ Բորիսին Մուրազին։ Ես երբեք իրան չեմ ցիտել, բայց ինքը հետաքրքիր հարցում ունի այդ մասին, ուզում եմ դուք էլ ասեք, էլի։ Պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի կինը Աննա Հակոբյանը հանդես եկավ անհասցե մեղադրանքներով, ակնարկելով հոգևորականների հնարավոր կապը մանկապղծության հետ։ Այն որոնք ոչ միայն հոգևորականների, հա, պիրս լինելու մեջ նա էլ մեղադրել է Բորիսին Մուրազին, վիրավորել են։ Բայց ինքը տեսեք իր մասին բաներ չի ասում։ Իր հայտարարությունը առաջացրեց հանրային արձագանք, այդ թվում նաև իմ կողմից։ Ի պատասխան ես հստակ կանոններ ներկայացրի, մատնանշելով իշխանական շրջանակներում արկա անձանց, որոնց շուրջ կան մանկապղծության վերաբերյալ հրապարակումներ, Աննա Հակոբյանն արձագանքեց սեռական շեղումներ պարունակող զրպարտությամբ։ Այսօր բացի անուններից ներկայացնում եմ նաև փաստեր։ Իսկ վերջում մի քանի հարց կուղեմ Աննա Հակոբյանին։ Հանրությանը հայտնի է լուսանկար, որում Նիկոլ Փաշինյանի դուստրը Մարիամ Փաշինյանը պատկերված է մի խումբ անձանց հետ, նրանցից մեկը Սամսոն Թանթուշյանը, ըստ մամուլի և դատական նյութերի եղել է մեղադրյալ մանկապղծության ծանր գործով, ըստ որոշ հրապարակումների Մարիամ Փաշինյանն ու Թանթուշյանը մի քանի այլ երիտասարդների հետ միասին 2018 թվականի այցելել են Վանաձորի մանկատուն, այստեղ հետաքրքիր դիտարկում է, մանկապղծության մեջ մեղադրվողը գնում է մանկատուն։ Դատական գործի ԵԱՔԴ 01600116 տվյալների համաձայն Սամսոն Թանթուշյանը մեղադրվել է 6-ամյա երեխայի նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողությունների համար, ըստ մեղադրանքի նա երեկոյան ժամերին մոտեցել է բակում խաղացող երեխաներին, ուժով տարել նրանցից մեկին 6-ամյա տղային, ավտոտնակների հետևը եւ այնտեղ կատարել սեռական բնույթի գործողություններ երեխային սպառնալով մահվամբ։ Թեպետ գործը քննվել է փակ նիստում եւ մանրամասները ճշգրտել դժվար է, մի շարք բաներ արդեն իսկ հստակ են։ Սամսոն Թանթուշյանը 2018 թվականի այսպես կոչված հեղափոխությունից հետո հայտնվել է ազատության մեջ, իսկ ներկայում ըստ նրա Facebook-յան էջի գտնվում է ԱՄՆ-ում։ Հիմա հարցեր կամ Աննա Հակոբյանին։ Հաշվի առնելով վերոնշյալը Աննա Հակոբյանին ուղղում եմ հետևյալ պարզ եւ հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերը։ Ինչպես է պատահել, որ ձեր դստեր շփման շրջանակում հայտնվել են մանկապղծության մեջ մեղադրվող մարդ։ Ինչպես է պատահել, որ նա ունենալով նման ծանր մեղադրանք, Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք կարողացել է լքել Հայաստանը։
Ինչպես է պատահել, որ դեռ 2018 թվականին մամուլում արդեն արկա լինելով սեռական բնույթի հանցագործության վերաբերյալ հրապարակումներ, Սամսոն Թանտուշյանը շարունակել է մասնակցել ոչ միայն ձեր դստեր ընկերական, այլև ձեր ամուսնու ընկերական շրջապատի միջոցառումներին։ Հաշվի առնելով այս իրողությունները, հանրությունը սպասում է հստակ, փաստարկված եւ ազնիվ պատասխանների։ Այս հարցերն այլևս հնարավոր չէ շրջանցել լռությամբ կամ զրպարտություններով։ Աննա Հակոբյանն եմ դիմում ես։ Եվ ես կարծում եմ Աննա Հակոբյանը ստիպված է լինելու սրան պատասխանել, ինչու, որովհետեւ անհասցե ինչ որ անհայտ հոգեվորականների մանկապարտության մեջ մեղադրողը պարտավոր է հրապարակված փաստերին տալ պատասխաններ։ Եթե չտա պատասխաններ, կարծում եմ ամեն մեկը, ամեն քաղաքացի իր համար կարող է անել եզրահանգումներ։ Եվ այսպես։ Ինչ իմացանք։ Մենք իմացանք, որ եղել է Սամսոն Թանտուշյան, որը մեղադրվել է մանկապարտության մեջ, հասկանում եք, չէ՞, հայկական իրականությունում այդ ինչ ծանր հոդված է։ Այսինքն սա կարմիր լույսի տակ անցնել չի, որ ասենք լավ չեմ նկատել կամ գիծ տարորել չի, վայ գիծը չեմ նկատել, տեղ չկար մեքենայով տեղավորվել։ Սա մանկապարտությունն է, այսինքն ինչքան պետք է մեծ լիներ ապացուցական բազը, որ այդ դատավարությունը լիներ։ Ու այդ մանկապերծը հայտնում է սա շրջապատում։ Ընդ որում արդեն մամուլում իմանալով որ սա ով է, բայց քան որ իրանց շրջապատի մեջ է, սրանք թողում են, ինքը գնում է Ամերիկա։ Այսինքն այս պիղծերը, այս վերջերս իրանք շատ են սկսել պիղծ բառը օգտագործել, ամեն անգամ որ ասում են պիղծ, ես այս բաներն եմ հիշում էլի։ Ու նորից կրկնեմ, այն մարդիկ, ովքեր իրար շրջապատում են, ովքեր իրանք ողջագրվում են, ստորագրում են այս ամեն ինչի տակ։ Իրանք չեն կարող ասել, մենք այս ամեն ինչից հեռու ենք, մենք իրան այս անկյան տակ ենք նայում, այսինքն դավաճանության անկյան տակ չենք նայում։ Ես ինչու մի բան գտնեմ, որ իր մեջ էս են սիրում, ասենք, չգիտեմ, հայացքը, հա, կամ աչքերի գույնը, չի լինում։ Եվ դա չի անցնել։ Նկարիչ։ Այն ջերոս ձեզ հիշեցնեմ։ Նույն դրանցից մեկը, որ էլի Սերժ Սարգսյանի ժամանակ մեղադրվում է փողերի լվացման մեջ, դարձավ միանգամից սրա բարեկամը, որտեղ սկսեց սրա հիմնադրամների փոխանցումներ անել։ Փող տվեք, ինչ ուզում եք արեք։ Իսկ եթե սա պիղծես դու մեզանից մեկն ես։ Եվ այսպես, այս պիղծերը 3 օրվա մեջ, սա արդեն թուրքական մամուլն է գրում, հա։ 19-ից 22 հունիսի հանգիստ անցկացել է Անտալիա, տեսեք, Անտալիա, ամենաշքեղ Տիտանիկ Մարդան Փալասի հյուրանոցում։ Հրապարակման մեջ ըստ որի տեղեկությունների Աննա Հակոբյանն է եղել, մի խոսքով, օրական սենյակի գինը եղել է $6000։ Դա սկսում է այդքանից, հա։ Պլյուս դրա մնացած ծախսերը հետ կապված։ Մի խոսքով 3 օրվա մեջ ծախսել է $100,000 չափ փող։ Սա թուրքական մամուլն է։ 3 օրվա մեջ $100,000 փող։ Արժի խոսալ սրանց կոռումպացված թալանչի լինելու մեջ, հա։ Իսկ արժի խոսալ ով այս իրան էս փողը տվել, թուրքերն են պատիվ արել իրան, թե սա մեր երեխեքին ծախած արյան գնի փողն է, թե այս մանկապիղծերը որ փախել են երկրից, կամ այն ռազմիկ երեխա ծախած այդ իր ազատության դիմաց տված փողն է։ Դուք հասկանում եք, չէ՞, որ Հայաստանում 3 օրվա մեջ տանել 100,000 ծախսել ոչ մեկ չի կարող այդպես իրան թույլ տա, եթե ինքը իր փողը իհարկե աշխատել է։ Ոչ մի մեկ Հայաստանի պայմանները, որ ինքը փող աշխատել, այս աղբանոցի կողքերը պատող առնետը, ամբողջ կյանքով, բնույթով, այս ոչելի մասնագետը 7 տարվա մեջ 3 օրվա մեջ հասնել աստիճանի, որ 3 օրվա մեջ ծախսի 100,000, ուրեմն այդ ամեն ինչ գին ունի։ Ինչի դիմաց է դա վճարվել 100,000 մենակ սա։ Կարող եք ասել, մարդուն ինչի դիմաց են այսքան փող տալի։ Սա ընդամենը մի փոքրիկ մասն է, մի փոքրիկ էպիզոդ է սա ընդամենը 3 օրվա մեջ։ Տալին ունի 365 օր։ Սա 3 օրն է։ Այդ թուրքական լրագրողներն են գրել, հակառակ դեպքում մենք դա չենք իմանա։ Ասեք, ինչի դիմաց են այդպես փողեր տալի։ Միշև դուք կմտածեք, ես ձեզ ասեմ, որ ադրբեջանցիները բողոքում են բրիտանացի պատգամավորներից։ Եվ այսպես
Ադրբեջան Մեծ Բրիտանիա միջխորհրդանական հարաբերությունների աշխատանքային խմբի ղեկավարը բողոքի նամակ է հղել Մեծ Բրիտանիայի պարլամենտի պատգամավոր Ջիմ Շենոնին եւ Լորդ Ալթոնին պատասխան նրանց 25 թվականի հունիսի 18-ին տեսեք շվեյցարական խաղաղության նախաձեռնությանը աջակցելու հրապարակային կոչին, այսինքն շվեյցարական նախաձեռնությունը եղել խաղաղության նախաձեռնություն, որը ենթադրում է Արցախահայերի վերադարձ։ Բրիտանացիները աջակցություն են հայտնել, սրանք միանգամից բողոքի նոտա են ուղարկում, նամակում նշում է Ադրբեջանը բազմադավանական երկիր է խաղաղ համակեցության ավանդույթներով եւ իբր 23 թվականի սեպտեմբերի 19-ին հաջորդած իրադարձություններից հետո ոչ մի հայ բռնի կերպով չի վտարվել եւ նրանք կամավոր են լքել տարածաշրջանը իբրև հայկական քարոզչության ազդեցության տակ։ Այո, մոտավորապես կամավորներ հենց հիմա մեռնում են, Գազայում, լրիվ կամավոր են մեռնում այնտեղ, մենք դեռ հրա մասին իհարկե խոսալու ենք, էլի։ Իսկ այստեղ Վարդան Օսկանյանն նորից այս թեման բանանում ակտիվացնում Լեռնային Ղարաբաղի հարցը փակված չէ, այն մնում է չլուծված այնքան ժամանակ, քանի դեռ 150,000 բնիկ հայեր չեն կարողացել վերադառնալ իրենց պատենական հորեր։ Տեսնենք ինչով է դա հիմնավորում։ Եվ այսպես, ըստ մեր արտաքին գործերի նախկին նախարարի, ոչ Երևանի, ոչ էլ Բաքվի որևէ հայտարարություն կամ պայմանագիր ի զորու չէ վերացնել պատմական ճշմարտությունը կամ իրավական փաստը։ Լեռնային Ղարաբաղը միշտ եղել է հայկական, այն երբեք պատմության որևէ փուլում չի կազմել անկախ ադրբեջանական պետության մաս։ Կարծել, թե հնարավոր է այն օտարել հայկական ազգային ինքնությունից, ապարդյուն է եւ ցինիկ։ Հակառակ այսօր Լեռնային Ղարաբաղի հարցն ունի նոր ընկալում եւ աջակցություն հիմնված 3 ամուր սյուների վրա՝ միջազգային իրավունք, քաղաքական հաստատումներ եւ ինստիտուցիոնալ գործընթաց։ Ես այստեղ ուզում եմ մի քիչ շեղվել, սա ավելի է ակտիվանալու հենց այն պահից, երբ որ հայկական լոբինգը սկսեց պարտվել Գազայում։ Հրեաները հայկական լոբինգը ամեն ինչ անելու են, որ հայկական Արցախի էթնիկ զտման որևէ լուրջ բանաձև, որևէ լուրջ հաստատություններում հանկարծ չանցնի, որովհետև դա նախ իրանք հասկանում են, որ իրենք մասնակից են այդ խնդրի մեջ։ Մեկ, երկրորդ էլ դա խանգարելու է իրենց, որ իրենք էթնիկ զտումը իրականացնեն Գազայում։ Չմոռանանք, որ Արցախը դատարկելուց հետո օրինակի վրա արդեն իրանք նախաձեռնեցին երկրորդը, հրահրեցին պատերազմ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին եւ դրա տակ տարի 7 ամիսա սպանում են ուղակի սովի են մատնել, ոչ մի օգնություն չեն թողում մոտենա, ռմբակոծում են ու սովի են մատնել 2 միլիոնից ավել դեռ ժողովուրդ ու բառացի ասում են, որ սա ընդամենը քայլերից մեկն է, պետքա մաքրվի ամբողջ տարածքը միջև Նեղոս, միջև Եփրատ, այնտեղ Սիրիայով, Իրաքով, իրանք դա կոչում են մաքրել տարածքը։ Արաբը մարդ չի, ինքը մենք մարդ չենք սպանում, արաբը մարդ չի։ Քանի կա դեռ սրանց ազդեցությունը, լոբինգը աշխարհի որոշակի երկրում, բայց սա փլվում է, ես սա մասին եմ խոսելու, հայկական Արցախի հարցը չի ունենալու հաջողություն, որտեղ սրանք ամեն ձև տորպեդոհարելու են, որտեղ դա իրանց համար նախադեպ է եւ մահ։ Այսինքն ստեղ Իսրայելն ու Ադրբեջանը համակարծիք են, իրանք համատեղ են իրականացել։ Այս որտեղ չի կարող լինել դիտարկվել Արցախ էթնիկ զտում, ասենք Գազան էթնիկ զտում չի։ Բարձր։ Դրա համար մենք ուշադիր հետևելու ենք, թե Իսրայելի այսպես կոչված ստատուսը եւ կարգավիճակը ոնց է աշխարհում եւ աշխարհի որ տեղերից են իրենց կարողանում ուղակի վտարել։ Մենք դա մասին այսօր խոսելու ենք։ Եվ այսպես ՄԱԿ-ը մեղադրել է Իսրայելի միջազգային մարդասիրական իրավունքը խախտելու մեջ։ Սա հենց էլի Գազային է վերաբերվում, որտեղ նաեւ Իրանի տարածքում իրականացած գործողություններն են հերոսաաշտարակի ռմբակոծությունը, ռազմական օբյեկտները թիրախավորելը, գիտնականներին սպանելը, սա ՄԱԿ-ի որոշումն է։ Ինքը տեսեք, ՄԱԿ-ի որոշումները իրականացնելու համար այսօր ամենամեծ խոչընդոտը դա Թրամփն է։ Թրամփը
որը չի ուզում ճանաչի ՄԱԿ-ի դատարանի որոշումը, ՄԱԿ-ի որոշումը, դեռ կարողանում է ամեն ինչով խանգարել։ Բայց ես ասեմ, Թրամփն էլ է պարտվում, հենց Նյու Յորքում էլ պարտվեց, երեք կարծացի, որ միտեղ էլ է պարտվել ու սարսափելի ծանրատանում են հանգամանքը, որ Նյու Յորքում իր կողմից ամենաչսիրած տեխնացուն, որը այս տեխնացուն, որը հաղթել է Նյու Յորքում նախնական, Թրամփին ասում է աննորմալ ֆաշիստ, ամենալուզեր, ամենավատ նախագահ պատմության մեջ, այն էլ սրան ատում, պատկերացնում եք ինչ վիճակ, այտենց անում երկիր է, ու Նյու Յորքի քաղաքապետն էլ ասում է, կապ չունի Թրամփը ոնց է վերաբերվում Նետանյահուին ես Նյու Յորք մտավ, ձերբակալելու եմ։ Այս հենց է լինում ժողովրդավարությունն ու երկիրը։ Եվ այստեղ բան կա, զեկույց կա նաև, որ այն սուտ լուրերը, որ տարածում են, որ ռմբակոծության արդյունքում տուժել է եւ վերացել է Իրանի միջուկային ծրագրերը, դա չի համապատասխանում իրականությանը։ Բայց մենք դրան կհասնենք եւ այսպես, ինչ արեց Ռուսաստանը Ուկրաինայի գլխին եւ շատ ճիշտ արեց, ասենք ես։ Էլի արկելեց, որ ՄԱԿ-ը ՆԱՏՕ-ն որոշում կայացնի հայտարարություն ունի Ուկրաինայի Ռուսաստանի նկատմամբ։ Հիշում եք, ես որ ասում եմ, այս ապուշը որ վազեց միանգամից Թրամփին շնորհավորելու ծափ տալու, որ Իսրայելի հետ շնորհավորում եմ ձեզ, դուք ռմբակոծեցիք այդ Իրանին բան։ Այսինքն իր նկատմամբ նույն ագրեսիան, որ Ռուսաստանի նկատմամբ էր կայացնում, Ռուսաստանի իր նկատմամբ նույն ագրեսիան ինքը ողջունեց, ծափ տվեց, ասել ասի տխմար դու հույս ունես, բոսանով, սրանց հետո սիրաշահելու ես Թրամփին եւ ինքը վերաբերմունքը փոխելու է քո նկատմամբ։ Եղավ այն ինչ որ ես ասում եմ, որովհետեւ Թրամփը թքած ունենա բանի Զելենսկու շնորհավորանքների եւ իր այդ քծնելու վրա։ Իր համար արժեքա Պուտինը եւ այսօր ՆԱՏՕ-ի գաղափար ժողովում ունեցած այդ բանը, որոշումը, որ պետք է լիներ, այդ ինքը չթողեց որ անցնի։ Ու ընդհանրապես բոլոր տեսակի օգնությունները Ուկրաինայի նկատմամբ ինքը բլոկ անում։ Նույնիսկ իր կողմից Ամերիկայի կողմից ֆինանսավորումը, որոնք հետաքննում են Ռուսաստանի կողմից Ուկրաինայում կատարված հանցագործությունների հետաքննությունները, ֆինանսավորումը կասեցնում է, որ Ռուսաստանի հանցանքները Ուկրաինայում կատարված ոչ միտեղ չեն խոսքով։ Փրկում է Պուտինին, բա Զելենսկի, բա դու հրաժարվեցիր բարոյականությունից, ակնկալել որ դու օգնություն ես ստանալու։ Սա քեզ արժան։ Եվ այսպես Ֆրանսիայի Նից քաղաքում հենց քաղաքապետը հանել է Իսրայելի դրոշները քաղաքապետի վրայից, քաղաքապետանի վրայից։ Ասում է, այս դրոշները որպես աջակցության դրոշներ դրած էր 23 թվականի հոկտեմբերի 7-ից, երբ որ Համասը իբր մտել էր եւ իրականացնել էր նեկոտորացներ։ Հա, հիմա հանել է ուղակի արբանելով, դատապարտելով նույն Իսրայելին ցեղասպանություն իրականացնելու համար։ Ես ասում եմ, սրանք վերանալու են։ Լսենք մի հրեա հոգևորականի ինքը ինչ է ասում։ Much better in the Muslim. Everybody knows the history, knows that. And I must Listen. believe much better in the Muslim. Everybody knows the history, knows that. And I must tell you, even today, after 75 years of killing, 70 Ինչ ասում, ասում մեզ իրանց հասիտներին շատ ավելի լավ են վերաբերվում աշխարհում ցանկացածներ, քան Իրան, հենց Իսրայելում։ Ասում նույնիսկ հիմա արաբական, նկատի արաբական երկրները, մահմեդական երկրներ, կներեք ասենց ասեմ, մահմեդական երկրներ։ Ասում է 75 տարի շարունակական սպանելուց հետո, որ այդ մահմեդականային սպանելուց հետո 75 տարի շարունակական սպանելուց հետո։ Սա ասում է օրթոդոքս հրեա ռաբի 5 years of occupation, 75 years of blood, yes? 75 տարի ասում է օկուպացիա, 75 տարի սպանություն, արյուն։ Go in any Muslim country, they are welcoming Jews. Գնաս ցանկացած մահմեդական երկիր եւ քեզ ողջունում են որպես հրեա։ Խնդիր չունես։ Սա հրեա հոգևորն է ասում, այդ օրթոդոքսներն են Բրուքլինում շատ են սրանք։
Իրանք ատում են սիոնիստներին, ատում են ընդհանրապես այդ պետությունը, սա ասում են չարիքի պետությունը, այրում են դրոշները, սա չարիքի կողմից ստեղծված կառույց է, որը 75 տարի է մենակ արյուն ու մահ է սփռում։ Ասում եմ, բայց նույնիսկ այդքանից հետո մենք որ մտնում ենք ցանկացած համամետական երկրի, մեզ ուրախ են այնտեղ, մեզ ոչ մի խնդրեմ չունենք։ Country, Morocco, Algeria, Tunis, Iraq, Iran, Yemen, everywhere you go. Տեսակ այդ երկրներն ասում եմ, ցանկացած տեղ Եմեն, Մարոկո, Ալժիր, Իրան, ասկան այն երկրներ նույնիսկ որտեղ իրանց ռմբակոծում են, հա? Որտեղ ուզում ես գնա։ They're welcoming Jews. I myself was in Morocco. I must tell you, I didn't believe what I saw. I just passing the border from Spain into Morocco. Straight over the border. Muslim people come to me. Rabbi, please bless my children. Ասում ես Իսպանիայից անցնում եմ Մարոկո, անցնելուց հետո մապետական եկավ, ասում երեխու հետ, ասեց ռաբի, խնդրում եմ օգնիր իմ երեխային։ Ես ես պետք է ասեմ, որ պատմությունը միակը չի։ Միջև էս սիոնիստները կգային հիմնադրվեին անում այդ տարածքներում, միջև այդ Իսրայել պետությունը սանք ստեղծեին, մամելականներն ու հրեաները կողքի ապրել են, իրար հարևանություն են արել, բարեկամություն են արել, նույնիսկ իրար տոների են մասնակցել, միալ մեկը մեկի տոներին գնացել, այս հարաբերությունները միշտ եղել է, այսինքն օրթոդոքս հրեաների եւ մահմեդականների մեջ երբեք այդ կոնֆլիկտ միջև էս Իսրայել պետություն ստեղծելը եւ կողքի երկրները գրավելը չի եղել։ Հիմա են ասում չկա։ Եվ դրա համար էլ իրանք դեմ են ասում դուք այս պետությունը մեզ փչացնում է, ավիրում է եւ ասում դրանք ընդհանրապես հուդայիզմի հետ ոչ մի կապ չունեն։ Ես մի հատ վիդեո այսօր տեսա հենց Իսրայելում, որտեղ տեղի հրեաները Պաղեստինում սպանված երեխաների նկարներով էին ցույց անում։ Ես ինչի համար եմ այս ամեն ինչ ասում, որ մենք շատ լավ կարողանանք հասկանալ, որ ասում ենք հրեա, դա չի նշանակում ինքը սատանա է։ Դեռ կան հենց այս ռաբիները, դեռ կան մարդիկ, որոնք դեմ են այս պատերազմին, շատ-շատերը կան։ Իսկ կան նաև որ կողմ են, մենք պետք է կարողանանք հստակ բաժանել։ Կան մարդիկ, որոնք այս սիոնիստական կառավարությունը կողմ են, որոնց բանը նպատակը եւ այնտեղ ռաբիներ կան, այսինքն այս օրթոդոքսներից բացի ուրիշ հոգեվոր հայեր կան, շատ տարբեր են իրանք։ Այնտեղ կան, որ ուղիղ ասում են, պետքա սպանել, վերացնել, մաքրել ամեն ինչ։ Իրանք կոչում են դա մաքրել, պատկերացնում եք ինչ զզվելի է։ Նույն բառերով Ալիևն էր ասում Արցախի վերաբերյալ, որ Արցախը պետքա մաքրվի եւ հայերին առնետների նման պետքա հանել գետի տակից ու շպրտել։ Նույն բառերն են սրանք։ Նույն գործողությունները, նույն տրամաբանությունը, նույն բարոյականության բացակայությունը, նույն ցեղասպանությունը։ Հա, նույն բաներն է։ Կարող Ադրբեջանում էլ կա մարդ։ Ես չգիտեմ, ես չեմ բացառում, որ այնտեղ կարող է լինեն բարոյական մարդիկ մնացած։ Հա, բայց բանը Իսրայելում, մանավանդ Նյու Յորքում ասած երկրներում երկուսն էլ կան։ Բայց ցավոք պետությունը, Իսրայել պետությունը Նյու Յորքում ունենալով մեծ փողերի ազդեցություն, տարեկան ծախսում ենք մինչև 400-500 միլիոն դոլար ֆինանսավորելու սենատորների, որ բոլոր սենատորներում եւ հանրապետական եւ դեմոկրատական սենատորները բոլոր որոշումները քվեարկեն Իսրայելի օգտին։ Ասիկին ինչ անում։ Ծախսելով մի քանի 100 միլիոն դոլար, ինքը օրական 10 միլիոն դոլար տանում Ամերիկայից։ Պլյուս ռազմական օգնությունը, պլյուս քաղաքական աջակցությունը, աչքփակելը ամեն ինչի, ոնց որ ինչ որ հիմա տեսնում եք։ Եվ այսպես, այսօր բանը Ադրբեջանի կողմից այս դրոններից է գնացել Իրանի վրա, որտեղ Իրանը հենց խփել է։ Հենց այս դրոններից։ Ադրբեջանը մենք դա հետ կապ չունենք, բայց հասկանում եք, չէ՞, ոնց կարող ինքը դրա հետ կապ չունենա։ Իր տարածքով է գալիս, Իրանը խփել է եւ ուղիղ զանգել է սրանց Ալիևին, զգուշացնելով, որ մենք տեսնում ենք դուք ինչ եք անում, մենք շատ լավ գիտենք, կարողանում ենք խփենք, ու դուք պատրաստ եք։ Մոտավորապես ես այդ եմ զգում։ Իրանցիները շատ բան չեն խոսում, իրանք անում են։
700 agent են բռնել։ Այս բանից հետո, զինադադարից հետո։ Ու արդեն կախավան 700 հոգի։ Դուք պատկերացնում եք Իսրայելը ինչ կորցրեց այս ամեն ինչի արդյունքում։ Ես ես ասեմ ինչ կորցրեց։ Կորցրեց Թել Ավիվը, որպես քաղաք, որ ասենք ինքը անձեռնխելի քաղաք էր, այդ չկա այդ միֆը։ Կորցրեց մի ամբողջ ագենտուրայի բան, ցանց 700 հոգի պատկերացնում եք, դե ինչքան տարիներ էր պետք այդ ագենտուրային ցանցը ստեղծելու համար, ինչքան փողեր, ժամանակ, դա կորցրեց։ Իմիջը կորցրեց, քաղաքական անխոցելի, անհեժքելի, միշտ արդար, որ ինքը ոչ մի խնդիր չունի, ինքը բան չի, ագրեսոր չի։ Դամաս, այն որ ասում են բոլոր կողմերը հաղթեցին, այս կողմը Իրանն է հաղթել։ Այսինքն այդ երեք կողմից։ Ոչ թե Իսրայելը, որտեղ Իսրայելը այն ինչ ուներ Իրանի տարածքում, այդ ագենտուրան եւ այդ հնարավորությունը պայթացնել, ինքը մի անգամ արեց, բայց ինքը կորցրեց առնվազն 2 F-35, հասկացան, որ F-35-ն էլ անդեղ խփվում, դրոններն էլ խփվում, ներսից չեն կարողանում պայթացնել, իրանական ժողովուրդն էլ ասեց լավն է, իմն է, լավն է, վատն է, այդ իմ մոլան է, օքեյ, թողեք ես որոշեմ, ավելավա ես ունենամ մոլա, քան քո նման արյունախում, որը իրան չդատելու համար ամբողջ աշխարհին պատերազմ է հայտարարել։ Իսկ սա այն տեսանյութն է, որը խոսում է, որ ռմբակոծությունից հետո, տեսեք, այս նկարներն է, ռմբակոտ տարածքներն են նայում, գնաց է չափել են, ոչ մի ռադիոակտիվ բաներ չկա, որը ենթադրում է մի բան։ Նաև խորությունն են չափում, որ չի հասել այդ բունկերներին, նույնիսկ այդ զենքերի օգտագործումը ցույց տվեց, որ իրենք այն ինչ որ նպատակ էին դրել, չիրականացավ, չկարողացան հասնել այն բունկերներին, որտեղ կարող է ինչ որ մի բան կատարվում։ Նույնիսկ եթե իրանք տեղափոխել են, մեկը այդ ռումբերը չկարողացան հասնել, եթե տեղափոխած չլինեին, չկարողացան հասնել այդ խորությանը։ Եվ այսպես Իսպանիայի արտաքին գործերի նախարարն է կոչանում դադարեցնել ընդհանրապես բոլոր տեսակի համաձայնությունները Իսրայելի հետ եւ Իսրայելի որոշ գործիչների բերել պատասխանատվության, որոշումներ կայացնել նրանց ռազմական հանցագործությունների մեջ մեղադրանքով։ Սա ինչի եմ ես այս մասին խոսում։ Սա պետք է վերանա։ Այսինքն մեր երկրի շահերից է, որ ոչ թե Իսրայել պետությունը վերանա, չէ, այս ֆաշիզմը վերանա, որ Իսրայել պետությունում լինեն մարդիկ, որոնք առնվազն 10 պատվիրանները հասկանում են, որ դա ոչ միայն հрьяաների համար է, այլ ամբողջ աշխարհի համար է, եթե ասում են մի սպանիչ, մի խաբի, մի սպանիչ, դա չի նշանակում, որ միայն հрьяաներին պետք է դա չարվի, դա համաշխարհային է, դա ունիվերսալ է, որտեղ մենակ 10 պատվիրանում չի, դա բոլոր ուսմունքների մեջ է, անես չի, որ իրանք ունիկալ էին առաջնային, հակառակ, ոչ ունիկալ են, ոչ էլ առաջնային, իրանցից առաջ է այդ ամեն ինչը, այս ամեն ինչը ուղղակի իրանք իրանց համար վերաձևակերպել են իրենց համայնքի համար, ինչ որ է։ Միջև նորմալ մարդիկ չկան իշխանության, դա մեզ մի անգամ հարցու պատասխանի ժամանակ ասեցին, եթե դուք լինեիք վարչապետ, ինչ կանեիք, առաջինը, ես ասում ես առաջինը, առաջի կամ երկրորդ երկիրը, որ ես կայցելեի, դա Իսրայելն է։ Որ ասեմ, ախպեր, ես ինչ եք ուզում ընդհանրապես մեզանից ու այս աշխարհից, Ստեղ ուղիղ երկխոսություն է պետք։ Լավին լավ, վատին վատ, որովհետև ամեն ինչ սև ու սպիտակ չի։ Այո, կա սևն էլ սպիտակն էլ, բայց չի կարելի ամեն ինչ սևացնել եւ մտածել ընդ սպիտակ բան չկա։ Առնվազն ես գոնե մարդ ճանաչում եմ այդ հрьяաների մեջ եւ ես ցույց տվեցի այսօր առնվազն քանի հոգի է։ Երկու տարբերակն է։ Որ դա հնարավոր է։ Դա հնարավոր է, հուսով եմ իրանք այդ սպիտակը Լեբանում, Իսրայելում, այնքան ուժեղ կլինի ի վերջո, որ կարողանա ձեռք ազատվի այս կեղտոտ համակարգից, ինչ որ ստեղծել է Սուրճը, այս Նետանյահուն եւ թույլ չի տա նույնի կրկնությունը։ Թույլ չի տա, որտեղ այն ինչ որ այնտեղ խոսվում է, այս սպանելը, ցեղասպանելու, դա նորմալ են հավանում։ Պետք է հասկանան, որ դա ամենամեծ վտանգն է հենց իրաց պետության համար։ Դուք պատկերացնում եք ինչ ծերունդ են դասիրակում։ Ոնց որ կնեք սա մի քիչ կարող երկար տեղ։ Ոնց որ Ադրբեջանում
Եթե դու սերունդ ես դաստիարակում, որի համար նորմալ է սպանելը, եւ այդ առանձնապես ոչ մի բան չկա, եւ երկրներ կան, որոնք դա հանդուրժում են, պետք է հասկանան մի բան. եթե այդ մարդու համար, ասենք ադրբեջանցու համար հայ սպանելը նորմալ է, կողքի Ռուսաստանը պետք է իմանա, եթե մեկի համար մարդ սպանելը նորմալ է, դիմացը կարող է նաեւ ռուսը լինի։ Բոլորովին պարտադիր չի լինի հայը, որտեղ այդ մարդու մտածելակերպի մեջ մարդ սպանելը նորմալ է։ Այսինքն դա տաբու չի, մի սպանիչ չկա, այսինքն ինքը սակարկման առարկա է։ Եթե սակարկման առարկա է, կարող է ինքը տրանսֆեր անել ցանկացած ազգի վրա։ Մեզ ասում ռուս, կարող լինի վրացի, այսինքն վրացին էլ պետք է անհանգստանա նույնիսկ, որտեղ իր Հալեբանի դպրոցում, Հալեբանի երկրի դպրոցում սովորացնում են, որ մարդ սպանելը նորմալ է։ Դե կարևոր չի ինչ ազգը։ Հիմա նույնը բանում է։ Դու պատկերացնում եք այս սիոնիստների մոտ։ Դուք պատկերացնում եք ինչ ահավոր է դրանց երեխաների վիճակը, ինչ դժբախտ են իրանք, որ իրենք այդ մարդ սպանելու, տարածքներ ավիրելու երազանքով են ապրում։ Ու ասում են դա մաքրել, դա ասում են տարածքներ մաքրել, ասում մարդուց մաքրել։ Տեսնում եք, մարդուց։ Ասում եմ, բայց չէ՞ որ սա ցեղասպանություն է, ասում եմ, who cares։ Եվ ինչ։ Ու այս մարդիկ սերունդ են տալի, այս մարդիկ երեխաներ ունեն, պատկերացնում եք այս մարդկանց հետ շփվողների վիճակը։ Այսինքն իրանք շփվում են մեկի հետ, որի համար մարդ սպանել, who cares, ում է դա հետաքրքիր։ Ինքը ցանկացած շփող պետք է իմանա, ինքն էլ է մտնում դրանց մեջ։ Ինքն էլ, որտեղ ըստ արդեն ըստ իրավիճակի է լինելու։ Իր համար սպանելը տաբու չի։ Ու դե ինքն էլ կարա լինի նաև։ Հիմա վերադառնանք Հայաստան։ Ինչ եք կարծում Փաշինյանի այն խոսքերը, որ Սամվել Կարապետյանին միշտ կպասիվացնեն, մահվան սպառնալիք են թե ոչ։ Փաշինյանը ընդհանրապես այս երկրում արդեն դերակատար չպետք է ունենա, մենք ենք մեղավոր, որ իրան տանում ենք, լռում ենք, համբերում ենք, մի հատ ժողովրդական շարժում է պետք, որ ամեն աղբ հանի տանի թափի։ Իսկ ամեն իշխանություն պետքա ծառա լինի իր ժողովրդի համար, ոչ թե գիտի թե Հայաստանը Իրանն է ու վերջ։ Իսկ Սամվել Կարապետյանն էլ առանձնապես չի ասի, որ ինքը քաղաքական գործիչ է, ուղղակի չեմ կարող ասել մահվան սպառնալիք կհանդիսանա իր խոսքերը թե ինչ, ամեն դեպքում քաղբանտարկյալներ ունենք շատ ու ընդհանրապես ազատություն բոլոր քաղբանտարկյալներին։ Փայլուն վերլուծություն TikTok կողմից։ Փայլուն, սա միջին հայի, ես վստահ եմ, սա միջին հայի առողջ մտածելակերպ է։ Այսինքն ամոթ մեզ, որ մենք ասած ամեն ինչը հանդուրժում ենք, սրանց թվում է իրանց այս ամեն ինչը իրանցն է։ Սա միջին հայի փայլուն վերլուծություն։ Դրա համար 77% այս ամեն ինչից թքած ունենալով ասում են Փաշինյան Նիկոլ, դու ավելի մեծ սպառնալիք ես։ Հայաստանը ժողովրդավար երկիր է։ Իհարկե ոչ։ Բռնապետական է։ Ինչու եմ այդպես կարծում։ Դե ամեն ինչ պարզ ակնհայտ է, էլի։ Ապացուցելու կարիք չկա։ Իրենք հռչակել են այդպես ասած ժողովրդավարական սկզբունքների փր, բայց իրականում ամեն ինչ լրիվ հակառակն է։ Հացե, երիտասարդներն էս կարծիքին են։ Սա ինձ հույս է տալիս, ինչքանով որ մեր վիճակը անպատկերացնելի վատ է թվում, մեկ-մեկ ինքս էլ եմ նեղվում, բայց ես որ այս կարծիքները լսում եմ, քանի որ ես Հայաստանում չեմ ֆիզիկապես, այս կարծիքները որ ես լսում եմ, մտածում եմ քաղաքական սուբյեկտ չի, ուղղորդված չի, ուզում ես լեքսիկոնից, հա, նշանակում է ինֆորմացիան կա, այսինքն այս կարծիքը կա։ Հիմա դատելով նաև այն արդյունքներից, որոնք իմ հարցումներն են ցույց տալիս, եւ ընդհանրապես այլ հարցումներիել եմ ես հետքում ու ասեմ տարբերությունը շատ չի։ Ամեն ինչ վկայում է մի բանի մասին։ Սրա գնալու ժամանակն է, ես կասեի նույնիսկ անցել է։ Եվ վերջինը
Փաշինյանը երեք հայտարարեց խորտ։ Կենթանան խոսում եք, ցավդ բան։ Ասում է Արցախը հանձնելուց հետո Հայաստանը ավելի ինքնուրույն է դարձել, ինքն է լիարժեք ղեկավար է։ Կարմանումա ցավդ բան, որ ժողովուրդը էս են անելու է։ Ինչ են անում։ Ինչպես կարձագանքեք Փաշինյանին։ Փաշինյանը կենթանի է, ամերիկական լաբորատորիայի, ստեղծած կենթանի։ Կարա գնաք են լաբորատորիումը ստուգեք։ Ոչ բան, ինձ ալերգիա ունեմ այդ կենթանու վրա։ Ինքը ինձ համար մարդ հասկանում։ Հետո էլ ինչ ես ուզում ասել։ Առանց Արցախի Հայաստանը ինքնուրույն է։ Ո՞վ ասել։ Փաշինյանը։ Լավլի ցավ։ Թող գնա Լոնդոն։ Իրան ղեկավարն են բեղեն։ Դու լավ գիտես իրան ղեկավարն են ով են։ Կարևորը որ գիտենք որ ով է կենթանի իմաստով։ Դե ղեկավարներն են որտեղ են, դե գրողի ծոսը որտեղ ուզում են լինել, ինքը մնում է կենթանի։ Այս կենթանուց ազատվելա պետք